Բարի առավոտ իմ շատ սիրելի հետևորդներ, առավոտ շուտ է արթնացել եմ, ինչ եմ խոհանոցս նկարում, որովհետև այսօր խոհանոցումս մեծ փոփոխություններ են սկսվում, սա առաջին այսպիսի տեսքի է խոհանոցս, այսպես, և ցույց կտամ, թե ինչ ենք անելու, մի րոպե դաստավկաս եկավ, այստեղ սուրճ եմ պատրաստել և սկսում եմ այս մասը պետք է դատարկեմ, այս ամբողջովին և այս 3 դարակը պետք է դատարկեմ, այս մեկի վրայից արդեն հանել ենք այս իրա պլյոնկան, քանի որ գույնը փոխում ենք վերջապես և բաժակների դարակը նույնպես հիմա կդատարկեմ, այս 3 դարակը պետք է դատարկեմ, քանի որ տեղափոխելու ենք իրենց այստեղ, հեռուստացույցն ենք անելու, այս մի խոսքով կտեսնենք, սա ուղղակի հիմա ես դատարկում եմ, քանի որ աշխատանքի եմ պետք է գնամ, սուրճս եղավ, որպեսզի տղաս կարողանա տեղափոխի առանց ինձ, ինքն ու ընկերը միասին կտեղափոխին, հիմա սուրճս մի հատ վայել եմ, մի անգամից ցույց տամ նաև պատվերներս և անցնեմ առաջ, հաց եմ պատվիրել այսպիսի, առանց ոնց են ասում մոռացա, մի խոսքով առանց խմորիչի դրոժի հաց, առանց խմորիչի հաց, սամակատից եմ դաստավկանում, շատ համով հացը, պրոտեինովի բատոնչիկի, և ֆարշ, այսքանն էին պատվերներս, հիմնականում ինչի համար էի պատվիրել էի բատոնչիկների համար, քանի որ սուրճի համար ոչ մի բան չունեի, ես հիմա փորձում եմ սնվել ճիշտ, դրա համար կոնֆետների փոխարեն այս բատոնչիկների իհարկե կեսը, այս ամբողջը շատ է, կեսը հիմա սուրճիս հետ կվայելեմ և կանցնեմ առաջ, իսկ այստեղ ուզում էի ցույց տայի Մարինան ինչ է բերել Կազանից, իրենք երբ որ գնացել էին էքսկուրսիա դասարանով, բերել է այսպիսի էլիքսիր, թեյի մեջ պետք է մի կաթիլ գցես և խմես, իմունիտետը բարձրացնում է, ինքը Թաթարստանի արտադրանք է և այնտեղ կա մենակ, երեկ փորձեցինք թեյի հետ, համ չուներ, ճիշտն ասած թեյը այդքան էլ համ չէր տվել, քանի որ մեր թեյը ավելի այսպես անուշ է բույր է, բայց դե տեսնենք, քանի որ բերել է նվիրել է, պետք է օգտագործենք, դա այդպես, մեր մոտ այսօր անձրև է գալիս, ուզում եմ ասել ձյուն է գալիս, անձրև է գալիս, ապակիներս արդեն կեղտոտվել է, հիմա մի խոսքով, երբ որ խոհանոցս այսպես պատրաստ լինի ամբողջովին, նոր կսկսեմ ու բորկան, քանի որ հիմա բնականաբար ամբողջը փոշի, այդ ծակելուց պետք է հանենք այս ամբողջը, լրիվ ռուչկաներով, այս վրայի պլյոնկայով, այս տալեշնիցայի մասին չգիտեմ, ինչ կանենք, մի գույնի կներկենք, թե այսպես կթողնենք, դա արդեն հետո, կարևորը հիմա սրանց հարցը լուծենք և տեսնենք, ոնց կստացվի, այս վիդեոն երևի շատ երկար կստացվի նկարելս, քանի որ փուլ պետք է նկարենք, այսօր պետք է տեղափոխեմ, մեջի մասերը դասավորեմ բնականաբար, հանենք այս պլյոնկաները և սպասենք, երբ որ կռասկան կգա ու սկսենք իրար հետ ներկելը, դրա համար երևի մի 10 օրվա վլոգ կլինի սա, չգիտեմ երբ կտեղադրեմ, երբ կլինի, բայց դե ամենայն դեպս կնկարեմ, տեսնեմ, այստեղ ծաղիկներս են, իրենց շատ լավ են զգում, դե ինչ անջատ եմ, սուրճս վայել եմ և արագ-արագ
դատարկեմ դարակները, որպեսզի հասցնեմ մինչև աշխատանքից գնալը, որ այդ ամբողջը ազատ լինի։ Այսքանը դատարկեցի 3 դարակի մեջից։ Ես իմ գործը արեցի։ Մնում է, այստեղ դատարկեցի, ներսը չեմ հանելու, հիմա մի հատ էլ ես հավաքեմ, սրանք դատարկեցի, եմ վերևն էլ, հիմա տղաս կհանի, ու այսպես, ինձ թվում է այս ներսը նույնպես տարբեր են, այս սրանք մենք ենք ամբողջը կտրել դրել, բնականաբար նույն գույնի չի եղել, այսպես ենք դրել, բայց ինձ թվում է այստեղ հիմա կավելանա, կփոխենք բոլորը մի գույնի կդնենք կամ կներկենք ներսը։ Դա այդպես։ Այստեղ նույնպես։ Այստեղ մենք ենք ավելացրել այս հատվածը, քանի որ ինքը շատ անիմաստ է մնում, այսպես կիսել ենք հատվածներով։ Այսպես։ Բոլորն այդպես կիսված է։ Այդպես ինքը արդեն շատ հեշտությամբ պարազնանում է, որովհետև շատ հին է, ամբողջովին պոկվում է, ու այսպես ընթացքում կմիանամ ցույց կտամ։ Եկա տուն արդեն, ինչի առավոտյան տեղափոխել էինք, տեղափոխեցինք, արդեն մաքրե դասավորել եմ դարակների մեջը, տեղափոխել եմ ինչը որ պետքա տեղափոխվեր, մի քիչ հետո ցույց կտամ։ Հիմա ցույց տամ արագ ինչ եմ գնել խանութից եւ անցնեմ գործի, քանի որ մի փոքր ժամանակ ունեմ, եկել եմ տուն, այս գործերս անեմ, հետո իջնելու եմ աշխատանքի։ Սա առաջին խանութից եմ վերցրել, Յարչեի, 2 հատ այսպիսի կասիչ կա, պատրաստի, ժամանակ չկա հիմա ոչինչ բան պատրաստելու, այսպիսի ուլիտ կա, Մարինան շատ է սիրում, չամիչով, այստեղ կարտոֆիլ և մանդարին, մի անգամ տեղափոխեմ, հետո վերեք յոստիկից վերցրել եմ, կներեք այս ձայների համար, այսպիսի գեղեցիկ, շատ գեղեցիկ գունեղ դդումներ, գուշակեք տեսնեմ ինչ եմ պատրաստելով կգուշակի, 2 հատ այսպիսի դդում, պատրաստելու եմ դդումի մուրաբա առանձին բաղադրատոմս կլինի, չգիտեմ որը շուտ կլինի, ինձ թվում է մուրաբան ավելի շուտ կլինի, քան այս վլոգը, և վայլ բիրիսի, քանի որ դդումի մուրաբայի համար հարկավոր է իր և շըբ, պատվիրել եմ վայլ բերիսից, արտիկուլները կթողնեմ, եթե ինչ-որ մեկին պետք լինի, սա շըբն է, ռուսերեն կվասցիա կոչվում, ասում են ապտեկաներում նույնպես վաճառվում է, և այսպիսի նվեր են դրել, մեջ շատ հաճելի է, և իր, նույնպես վաճառվում է շինարարական խանութներում, չհանգած կիչ, անպայման չհանգած է պետք, վայլբերիսում ավելի ինձ հարմար է պատվիրելը, քանի որ պետքա գնալ խանութ գնել մոտով 1 կիլոգրամ կիչ, հետո սրանք խանութից եմ վերցրել ծյոմա, մալինկային, և 2 հատ էլ 2 կիլոգրամ էլ ուկույս, արդեն երկար ժամանակ օգտվում եմ այս ընկույրներից, պատվիրում եմ վայլբերիսից, իրենք շատ լավն են, շատ մեծ են ու առանց ջարդած հատիկների։ 2 կիլոգրամ էլ ընկույզ եմ վերցրել, որպեսզի սուջուխ պատրաստեմ, քաղցր շարոց։ Այնպես որ կլինեն առանձին բաղադրատոմսեր, սա այսպես, եթե ինչ-որ մեկի պետք է արտիկուլ, գրեք կոնկրետ ինչի արտիկուլը կգրեմ, որպեսզի այսքան այսպես անիմաստ չգրեմ, ժամանակ չկա։ Հիմա այս ամբողջը տեղավորեմ և հասնեմ գործի։
Եվ այսպիսի վալիկ կրասկայի համար, որպեսզի այս կահույքը ներկենք։ Դա այդպես, ինձ թվում է կներկի նորմալ։ Սա էլ այսպես։ Կրասկաներն էլ հասրա մեջ ինչ-որ մի բան էլ կա։ Եվ այսպիսի բարակ վրձին, երևի բարակ տեղերը ներկելու համար։ Բայց ինքը ինքան ցախ է։ Լավն է, փորձենք տեսնենք։ Կրասկաներն էլ արդեն ճանապարհին են, այսօր որա վաղ ինձ թվում է կհասնեն։ Եվ միանգամից կպրծնեմ խոհանոցից։ Դե ինչ, եթե հետաքրքիր բաներ լինեն, անպայման կմիանամ, իսկ հիմա մի հատ հավաքեմ, մաքրեմ այստեղ։ Իսկ հիմա մի հատ սուրճ դնեմ, արագ խմեմ եւ անցնեմ ընթրիք պատրաստեմ եւ դուբայցկի շոկոլադը։ Իմ խոհանոցը դեռ այսպիսի վիճակում է, կիսա ներկած վիճակում է, դեռ սպասում եմ ներկերի մյուս մասը կա, քանի որ այս ներկը որ պատվիրել է ինքը շատ բաց գույն է իմ սպասվածից, դրա համար մի փոքր մուքն եմ նաեւ պատվիրել եւ դեռ ինքը լաք պետք է անեմ, լաքով փակեմ այդ կրածկան եւ այդպես։ Հիմա մի հատ սուրճ դնեմ խմեմ եւ ասնեմ առաջ։ Ցույց տամ ինչ տեսք ունի հիմա խոհանոցս, արդեն ներկել եմ եւ այսօր էլ լաքապատել եմ։ Երկու գույն ընտրեցինք, սկզբից սլանովի կոստ, ինքը շատ բաց է, համարյա սպիտակ եղավ, հետո ուրիշ գույն ներկեցի վրայից, այսպես ճիշտ այն ուզած գույնը չստացվեց, բայց ամենայն դեպս սպիտակից որ լավ է։ Այսպես սերի բեժովի գույն է ստացվել։ Նոր էլ լաքապատեցի ամբողջը ներքևներով եւ վերևով։ Հիմա այս լաքը պետքա չորանա մի 4-6 ցանկալի է մի սուտկա, որպեսզի կարողանանք արդեն ռուչկաները ձգենք։ Այսպիսի ֆիրման սրանից է եւ կրածկաները եւ լաքը։ Ես վերցրել եմ գլյանցվի լակ, բայց կար մատովի նույնպես։ Կրածկաները նույնպես այս ֆիրմայից է։ Այս ամբողջ կուխնի գարնիտուրի համար օգտագործել եմ, եթե իմ ուզած գույնը լիներ սկզբից, վերև ներքև 750 գրամ ներկա ընտիր բավականացնում է 3 տակ եմ քսել, սպիտակայ, երբ որ սլանովի կոստ էր 3 տակ քսել եմ 750 գրամը բավականաչափ այսպես ամբողջովին ծածկում է ու դեռ մի փոքր էլ մնացել էր տակը, երևի մի 150 գրամի չափով, բայց քանի որ գույնը ես փոխեցի, եւս կես կիլոգրամ, կես թե 300 գրամ, 300 գրամ կամ եթե չեմ սխալվում, պատվիրեցի ես երկրորդ բեժովի սերի գույնը, խառնեցի իմ մնացած սպիտակի հետ եւ այսպես ավելի բաց գույն ստացանք, թե չէ ավելի մուգ էր այս երկրորդ ներկը։ Մի խոսքով ամբողջ այս խոհանոցի համար օգտագործել եմ համարյա 1 կիլոգրամ ներք եւ 500 գրամ էլ լակ, դեռ լաքը մնացել է։ Չգիտեմ, երկրորդ անգամ լաքապատել կարելի է, թե չէ վրայից երկրորդ շերտը, տեսնեմ, եթե պետք լինի, երկրորդ շերտն էլ կլաքապատեմ։ Սա այսպես 1 կիլոգրամ ներկով ամբողջ այս գարնիտուրը ներկվում է։ Հիմա ինձ մնում է ընդամենը սպասել, որպեսզի չորանա եւ հիմա ցույց տամ ռուչկաները։ Այսպիսի ռուչկաներ եմ պատվիրել, ոսկեգույն։ Ինձ թվում է շատ գեղեցիկ կլինի այսպես։ Դեռ վառիչնի պանելը պետքա գնա իր տեղը դուխովկայի վրա, այդ էլեկտրոնիկան պետքա մնա ամուսնուս։ 2 ուպակովկա պատվիրել եմ սրանց, քանի որ 13 հատ էր պետք։ Սա 10 հատ է, սա 6 հատ, եթե չեմ սխալվում, կամ էլ 5 հատ։ Եվ հիմա սա ցույց տամ։ Սա պատվիրել եմ, սա աշխատանքիս համար ապելսինովի պալեչկա։ Եվ այսպիսի ջահ եմ պատվիրել, քանի որ այստեղինը
այսպիսի տեսքի է, իր վրայինը հանել են, քանի որ լույս չէր տալիս ընդհանրապես, ու հիմա իր այս բաները ոնց են ասում, որ լամպոչկան մտնում է մեջը, դրանք չի աշխատում, մենակ մեկն է աշխատում, իսկ մենակ մեկով էլ այստեղ լույս չի տալիս, դրա համար լյուստրան նույնպես փոխենք, այսպիսի լյուստրա եմ ընտրել, այս գույնի, ինքը 5 հատ այսպես ոնց են ասում, չգիտեմ, չաշկաներով երևի այսպես, ու այսպես պետք է լինի ինքը, շատ գեղեցիկ է, և թվում է շատ լուսավոր կլինի։ Խոհանոցս արդեն վերջացրեցի, այսպես ասած, մի փոքր վերանորոգման աշխատանքներս վերջացրել եմ, հիմա ցույց կտամ վերջնական տեսքը, ու ինչ հետաքրքիր կլինի, արտիկուլների պահով գրեք մեկնաբանություններում, անպայման կգիսվեմ, բոլորը ինչ որ պատվիրել եմ հիմնականում Վայլբերիս է, որպեսզի այդ ամբողջ այդպես չգրեմ, այդքան ժամանակ չկա, ու ինչ հետաքրքիր կլինի, գրեք անպայման, բոլորիդ կպատասխանեմ։ Հիմա կամերան շրջեմ այն կողմը և ցույց տամ։ Եվ այսպիսի տեսք ունի սկզբից խոհանոցս, հենց մուտքն է սա։ Այստեղ մի փոքրիկ այսպիսի ստիլաժ, միքսերի, ֆրիտյուրի և ալյուրի շաքարավազի ամաններն է տեղավորվել, որովհետև այնտեղ արդեն տեղ չկար դարակների մեջ։ Սառնարանն եմ բերել այստեղ իր հին տեղը և այսպես ասնում ենք առաջ։ Դիվանը եկել է այստեղ իր հին տեղը, ծաղիկներս մնացել են և խոհանոցը, ջեռոցն ու վառիչնի պլիտան եկել է այս կողմը իր տումբայով և այսպես տեղափոխել եմ դարակների տեղը և բնականաբար ներկել եմ։ Այս ամբողջը ես ներկելու համար էր, քանի որ այդ գազառագույն գույնը արդեն ներվերից վրա ազդում էր, այսպիսի գեղեցիկ մալոչնի, կարիչնիվի գույն է, ոչ շատ մալոչնի է, ոչ էլ մուգ կարիչնիվ է, այսպիսի շատ անուշ գույն եմ ստացել, ռուչկաներն եմ փոխել ոսկե գույն, այս ֆարտուկն ենք փոխել ամբողջովին, այսպես, լվացարանը ճիշտ է, շուտ էի փոխել, բայց ցույց չէի տվել, ինքը Վայլբերիս է, այսպես 2 հատանոց մեծ տեսակն ենք պատվիրել, 2 լվացարանով։ Այս կողմած սեղանն է աթոռների հետ եկել, այս պատն ենք ամբողջովին, ոնց են ասում, աբոյ հայերեն, աբոյ, մի խոսքով գրեք, չգիտեմ, ամբողջովին փակել ենք, այսպիսի գեղեցիկ գույն ենք ստացել, վարագույրներն եմ փոխել, շատ գեղեցիկ վարագույրներ եմ այդտեղ պատվիրել, մալոչնի գույնը և ոսկե գույնի այսպիսի համադրություն և այս կողքինը վիլյուր։ Այս ամբողջը Վայլբերիս է, ում հետաքրքիր կլինի, արտիկուլները կթողնեմ։ Ծաղիկներիս այս 2 հատ իջել է ներքև, քանի որ չէի ուզում պատուհանին որ լիներ, պատուհանին մնացել է միայն այս դոլարի ծաղիկը և այս մեկը, որ կոտրվել է, դրել եմ, ինքը արդեն արմատատվել, պետք է տնկեմ։ Այս սրան ճուղիցը, իրան միամիտ խփեցի և ջարդվեց, ու այդպես, և այստեղ այսպիսի գորգ եմ պատվիրել, կարիչնիվի, մալոչնի ու մի փոքր սեռիի համադրություն, ճիշտ է երկրորդն էլ ունեմ, մի փոքր տարբերակն է, դեռ չգիտեմ, տատանվում եմ, սա թողնեմ այստեղ, թե այն մյուսը։ Մնացել է այստեղ աթոռներս փոխեմ ու վերջ, խոհանոցս արդեն իսկ իմ դուրով է, չնայած որ դեռ պետք է ստալեշնիցան փոխենք, երբ որ ամուսինս տանը լինի, ազատ լինի, իրար հետ կգնանք և այս ստալեշնիցան էլ ամբողջովին կփոխենք և վերջ, խոհանոցս պատրաստ կլինի, ամբողջովին հիմա իմ ուզած ձևի է, անեմ մալինկան, սա էլ իմ խոհանոցը։ Դե ինչ երևի ավարտեմ այսօր արդեն
Այս վլոգը շատ երկար եմ նկարում, երևի մի ամսից ավել նկարում եմ, մինչև որ այս ամբողջ ներկեցինք, չորացրա, մի խոսքով շատ երկար տևեց, բայց դա ամենայն դեպս արդյունքը ինձ շատ դուր է գալիս, մոռացա ցույց տամ նաև լյուստրան կախած տեղ, իրեն ցույց եմ տվել ուպակովկայի մեջ, այս է կախած տեղ, նույնպես շատ գեղեցիկ է և շատ լուսավոր է, նույնպես Wildberries է, եթե ինչ-որ մեկիդ պետք լինի, գրեք արտիկուլը կթողնեմ։ Թե ինչ վլոգս այսօր ավարտում եմ, մնում է ինձ մոնտաժել և տեղադրել, կտեղադրեմ և տեսնենք էլ ինչ ենք նկարելու։ Հաջողություն և ավելի հետաքրքիր և համեղ հանդիպումներ են սպասվում, որովհետև մի քանի հատ բաղադրատոմս կա, որ պետք է նկարեմ, ձեզ ներկայացնեմ, այնպես որ դրանով կզբաղվեմ արդեն և ավելի շատ բաղադրատոմսեր կլինեն, հուսով եմ մինչև որ դեկտեմբերը գա, իսկ դեկտեմբերին ինչ է լինելու կտեսնեք, եթե հետևեք ալիքին։